Double Tree by Hilton հյուրանոցը Երևանում գտնվող մեր հետ պայմանավորվածություն ուներ, որ մենք նոյեմբերի 30-ին պետք է այնտեղ անեինք ոչի երիտասարդական համաժողով եւ այսօր նրանք հաղթեցին պայմանավորվածությունը ընդամենը 2 օր առաջ եւ այն դեպքում երբ մենք արդեն բավականին նախապատրաստական աշխատանքներ էինք տարել, ասում են, որ հնարավոր չի այդ օրը անել երիտասարդական ֆորում Եվ մեզ կանգնեցրին փաստի առաջ, ինչի կապակցությամբ մենք ստիպված եղանք ներողություն խնդրել հրավիրված երիտասարդներից եւ դադարեցնել միջոցառման կազմակերպման աշխատանքները։ Սա համարում ենք երկու առումով նախ նշեմ, որ սա իշխանությունների կողմից միջամտություն էր, ինչպես նախկինում էին արել, մենք մտածում ենք, որ քարոզչական շրջանում չեն անի, բայց անգամ քարոզչական շրջանում իշխանությունները խոչընդոտեցին եւ հենց ադմինիստրացիան հյուրանոցի ասել է, որ հրահանգ է իջեցվել, որպեսզի նրանք չաշխատեն մեր հետ։ Այդ պատճառաբանությամբ այո, նրանք մեզ բանավոր ասել են նույն խոսքերը, որ հրահանգ է իջեցվել, այդ պատճառով նրանք չեն շարունակում աշխատանքը մեզ հետ եւ իշխանությունների այս գործելավոճը կարող ենք այս պահին երկու գնահատական տալ, առաջինը իրավական որ մենք որպես ոչի քարոզչության սուբյեկտ չենք անցկացնի քաղաքացիական նախաձեռնությունը, փաստորեն իշխանությունների գործունեության հետևանքով զրկվում է քարոզչական աշխատանքները կազմակերպելու հնարավորությունից եւ սա հավասար հնարավորությունների, հավասար իրավունքի խախտում է եւ երկրորդը այն, որ մենք այն համոզմանն ենք, որ այոյի քարոզարշավը տապալվել է, դա են ցույց տալիս մեր բոլոր սոցիոլոգիական տվյալները վստահելի մեզ համար եւ մեր հանդիպումները երիտասարդների հետ ուսանողների հետ եւ մարզերում եւ ընդհանուր մթնոլորտը այնպիսին է եւ նաեւ կա քաղաքական բավականին նախադրյալներ, որ ոչի քարոզչությունը ակտիվ գնում է առաջ կրեատիվ նոր մոտեցումներով քաղաքացիների մոտ աշխուժություն է մտցնում եւ համակրանք է մտցնում եւ ի հակադրում դրանք, քանի որ իշխանությունները տապալվել են եւ ի սկզբանե նրանց գործը նաեւ բարդ էր, որովհետեւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ոչ մեկ չի ցանկանում, տապալվել են եւ ահա այսպիսի ներվային ինչ-որ ջղաձիգ շարժումներ են անում եւ փորձում են ամեն կերպ խոչընդոտել ոչի այս կամ այն քարոզի աշխատանքները եւ ընդհանուր դա է նաեւ քաղաքական գնահատականը մեր Այս պահի դրությամբ հանրակրվեին հաշված օրեր են մնացել, դուք ինչպես եք գնահատում ուժերի հավասարակշռությունը ոչի եւ այոյի եւ դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ինչ մասնակցություն եք ունենալու։ Ես իսկապես նորից գնահատեմ, որ քարոզչությունը ոչի կողմից համարում եմ արդեն անկասելի հաղթական քարոզչություն, ի հակադրումը, որ այոն ուղղակի ձախողվեց եւ այոյի բոլոր միավորները ձախողեցին իրենց քարոզչությունը, ինչ վերաբերվում է դեկտեմբերի 1-ի հանրահավաքին, ապա այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, բայց կարծում եմ ամենայն հավանականությամբ, եթե հրավերը ստանանք, նախնական իհարկե եղել են քննարկումներ, մենք կմասնակցենք հանրահավաքին, բայց ոչ կազմակերպչի դերում, այլ ուղղակի որպես մասնակից։ Նշեցիք, որ հանրահավաքին կմասնակցեք, ոչի հետաքրքիր են նաև ընդհանուր կազմակերպչական աշխատանքները բուն հանրաքվեի օրը, արդյոք ոչն ունի հավասար համապատասխան թվով հանձնաժողովի անդամներ վստահված անձինք, որպեսզի տեղամասերում բուն այդ կազմակերպչական գործընթացը տարվի, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած այդ տվյալների համաձայն 245 տեղ, ինչքան հիշում եմ, Հայ ազգային կոնգրեսը չուներ հանձնաժողովի անդամներ, մոտավորապես 145 ժառանգությունը այդ բոլոր տեղամասերում արդյոք հասրել եք արդեն այս օրերի ընթացքում ինչ-որ կազմակերպչական աշխատանքներ տանել, որպես իշխանությունները չդիմեն ընտրակեղծ արարությունների։ Որպես չեք անցկացնի նախաձեռնության անդամ, իհարկե ասեմ, որ մենք ֆորմալ առումով որևէ իրավասություն չունենք մասնակցելու հանրաքվեի վերահսկողության process-ներին, բայց կարող եմ ասել հետևյալը, նաև տեղեկացված լինելով, որ բավականին տեղամասեր, բավականին թվով պահվելու են, նաև դուք գիտեք, որ Հայ ազգային կոնգրեսը ՀԺԿ-ն աշխատում են այդ ուղղությամբ, նաև Ժառանգություն կուսակցությունը,
հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք են նշանակում։ Ես կարծում եմ բոլոր նախադրյալները կա, որ մենք կարողանանք պահել հանրաքվեն, շատ լավ իմանալով մեր քաղաքացիների մտահոգությունները մշտապես ընտրությունների կեղծման վերաբերյալ, բայց այս պահը աննախադեպ է այնքանով, որ այոն բացառվում է, որ 700,000 համակիր ունենա եւ այոն բացառվում է, որ 700,000 ձայն հավաքի։ Ամբողջ խնդիրը այն է, որ իշխանությունները փորձելու են կեղծել եւ հիմնական հարվածը կարծես թե մեր հաշվարկներով տալու են հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց ուղղությամբ, փորձելու են նրանց գնել կամ այո, կարծեն այդ օրինակը կա, երեք Լևոն Զուրաբյանը հայտարարեց, այսօր էլ դատախազությունը արդեն հայտարարություն տարածել է, դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի կասեցնեն այն մարդու կարգավիճակը, որը կասկածվում էր այդ դեպքերով, եւ ընդհանուր առմամբ հետեւյալն է, եթե մենք կարողանանք պահել, իսկ ես վստահ եմ, որ այդպես կլինի եւ կշարունակենք եւ բռնացնել իշխանությունների ապօրինությունները եւ նաեւ ավելի վստահ քայլերով կփորձենք պահել տեղամասերը արձանագրելու համար ոչի հաղթանակը, իսկ այն որ ոչը միանշանակ բնակչության կողմից համակրանք ունի եւ ավելի շատ ձայն է ստանալու, դրանում չեմ կասկածում։